պատասխանում է ճիշտ նշված երթևեկության թույլատրելի ուղղությունը։ Միայն ուղիղ։ Եթե մտադիր եք կատարել աջ շրջադարձ, որ տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը։ Ոչ մեկին։ Թույլատրվում է թեթև մարտադարի վարորդին հետընթաց վարմամբ մոտենալ ուղևորին կամ մրջի վրա։ Ոչ։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանվում է աջակողմյան երթևեկություն։ Զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցների նշանակում է վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե խախտված է շարժիչի, հենատուփի, օդափոխության համակարգի հերմետիկությունը, խախտված է շարժիչի սնման համակարգի հերմետիկությունը։ Երկու դեպքում էլ տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե բացակայում է կառուցվածքով նախատեսված հետին պաշտպանիչ հարմարանքը, ինչ է նշանակում նշանի տակ տեղադրված ցուցանակը, վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատվածի երկարությունը, ինչպես պիտի վարվի վարորդն այն դեպքում, երբ խաչմերուկից առաջ տեղադրված է հետևյալ ճանապարհային նշանը. Կանգնել նշանի առաջ և ճանապարհը զիջել հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին։ Թույլատրվում է աջ շրջադարձ դեպի հողային ծածկույթով ճանապարհ։ Այո, որ նշանի ազդման գոտում կարող եք երթևեկել 60 կմ/ժ արագությամբ։ Բ և Գ տարբերակ։ Որ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։ Ավտոմոբիլի վարորդը։ Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ. տրոլեյբուս, թեթև մարտադար ավտոմոբիլ և ավտոբուս։ Այս լուսացույցն արգելում է երթևեկությունը միայն դեպի ձախ։ Այս ճանապարհային գծանշումը ունի հետևյալ նշանակությունը. Ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը և տաքսիների կայանման վայրերը, որ տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանել տվյալ ճանապարհային նշանի ազդեցության գոտում, տրանսպորտային միջոցներին, որոնք վարում են հաշմանդամները և միացված հաշվիչով տաքսիներին։ Քարշակման ժամանակ վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում վթարային կանգառ նշանը տեղադրվում է քարշակվող տրանսպորտային միջոցի հետևի մասում։ Տրանսպորտային միջոցների վրա ինչ նպատակով են տեղադրված նարնջագույն կամ դեղին գույնի առկայծող փարոսիկները։ Երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար, որ դեպքում կանոնները չեն պարտադրում ավտոբուսի վարորդին տալ նախազգուշացնող ազդանշան, վտանգավոր շրջադարձ նշանով նշված ճանապարհահատվածի կորանցումից առաջ, գլխի վնասվածքի դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է պառկեցնել նրան, գլուխն ու իրանը բարձրացնելով, ապահովելով կիսապառկած դիրք։ Վերջ։